Կարապետյանը Ծաղկյանը եղավ։ Սա ճնշում է, դատական Տեսելով վարչապետի այդ հայտարարությունը, ձեր գործողությունները ո՞րն են լինելու։ Նախ ես մեկ անգամ Տիկին Մանուկյանին կարծես պատասխանել եմ այդ հարցին, որ ցանկացած երևույթից եթե դատավորը ճնշվող լինի, ցանկացած նույնիսկ ճնշման ոչ ենթակա հանգամանքից կարող է ճնշվել, անձամբ ինձ այդ հայտարարությունները չեն ճնշում, չգիտեմ այլոց մոտ ոնց այդ параգայում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները դատավոր Ժորա Չիչոյանին չեն ճնշում։ Չի ճնշում, որովհետև ես դա անցնում եմ պես քաղաքական հայտարարություն, ոչ թե ինչ-որ այլ կերպ հրահանգ, որ կարող է ինչ-որ այդ գործով նման ինչ-որ ցանկալի որոշում կայացնել։ Շատ լավ, պարոն ներողություն, պարոն Չիչոյան, երեք Փաշինյանը լրագրողներից ասում էր, գնացեք պարզեք դատավորներից ով ում փեսան է, ով ում փաշն է, հիմա դուք ում փեսան եք։ Կապ չունի դատական իշխանության հետ։ Ձեր հոր եղբայրը, բայց դատախազ է, այսինքն Հոր եղբայրս չի դատախազ։ Ձեր հայրիկը ներողություն, այսինքն ինչ-որ համակարգում, հա, կարծես թե հայր, որդի, այս կապը շեշտում է պարոն Չիչոյանին դառնալ Փաշինյանը նաև շեշտում է այս կապը։ Դատախազը ինչ-որ ձև կարող է օգնել դատավորին նախ դատավոր դառնալ, հետո նաև դատային նախագահ դառնալ, գործառույթները լրիվ տարբեր են։ Անչիչան ձեր ընտրությունը բավականին ուշագրավ հանգամանքներում է տեղի ունեցել, դա ակնհայտ է։ Նախագահը չէր ստորագրել, հետո եկան ԲԴԽ, ըստ էության ԲԴԽ-ն ստորագրեց, բավականին ուշագրավ հանգամանքներում եք դուք դատարանի դատավոր դարձել եւ այս հանգամանքները ըստ էության եւ հանրության եւ լրագրողների մոտ կասկածի տեղիք է տալիս, ինչպես երիտասարդ ազնվորությունը, որին նախագահը բարեվարկության մասով բաներ նկատեց, չստորագրեց, եկան ԲԴԽ-ն շատ հանգիստ ձևով ստորագրեց, անցավ եւ արդյունքում հետագայում լինելով ԱԱԾ նաեւ դուք չեք եկել ԱԱԾ տնօրենի ընկերը նշանակվեցիք Երևան քաղաքի դատարանի նախագահ։ Ձեզ առաջարկում եմ ծանոթանալ Բարսագույն դատական խորհրդի նմանատիպ որոշումներին, հավատացնում ձեզ, որ իմ դեպքը եզակին չի, էլի դատորն է եղել որ խորհրդի արձանագրությամբ են նշանակվել, ընդ որում խորհրդի որոշմամբ ընդհանրապես խորհուրդը արձանագրում որ դատական օրենսգիր սահմանադրական օրենքի իմաստով դատավորի հրամանագիրը համարվում է ստորագրված, այնպես որ խորհուրդը որոշել է նշանակել կամ չնշանակել, այլ երկ չուներ խորհուրդը, քան նման արձանագրում անելը, դա է ընդհանրապես օրենսդրական կարգավորումը շատ հստակ։ Երբ Փաշինյանը դատական համակարգի այսպես որակումներ է տալիս, չի հեղինակացնում այդ հայտարարություններով։ Ես էլ եմ չպետք է դատական իշխանության հեղինակությունը հեղինակության բարձր ցածր լինելը կապեք քաղաքական